Դե ինչ վերադարձանք եւ շարունակում ենք եթերը ու շարունակում ենք մի շատ գեղեցիկ մշակութային իրադարձության մասին պատմելու սպասումով ինչու, որովհետեւ մեր հյուրերը արդեն իսկ տաղավարում են եւ սպասում են, որ իրենց ներկայացնենք Հովեր պետական կամերային երգչախումբը հունիսի 24-ին ժամը 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ցուցահանդես համերգ է կազմակերպում Անի Հովակի երաժշտական մոտիվներով արված կոլաժների եւ այլ գործերի ցուցադրությամբ։ Ես շտապ եմ ներկայացնել արդեն մեր հյուրերին, որոնց կուղենք մեծ հետաքրքրող բոլոր հարցերը եւ այսպես վիզուալ արտիստ Անի Հովակն է մեր հյուրը, բարի լույս։ Եվ Հովեր պետական կամերային երգչախմբի տնօրեն Նելի Շիշմանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Իդեպ ասեմ, որ Անին բացի նայից, որ վիզուալ արտիստ լինելուց, նաեւ Հովեր երգչախմբում է երգում եւ երգչուհի է, երգչախմբային։ Այնպես որ այսպես բավականին հետաքրքիր հանդիպում է, ողջույն եւս մեկ անգամ։ Բարի լույս։ Համերգն այսօր է։ Համերգն այսօր է։ Այսինքն շատ աշխատանք ունեք անելու, բայց հասցրել եք առավոտյան մեզ մոտ հյուրընկալվել եւ ժամանակ գտնել։ Դե լավ տրամադրությամբ պիտի օրը սկսենք, որ լավ ավարտել ունենա։ Միանշանակ։ Դե խնդրում եմ պատմեք մեզ նախ ինչպես առաջացավ առհասարակ գաղափարը նմանատիպ ձևաչափով հանդես գալու եւ համերգ ներկայացնելու։ Այսօր սովորական համերգ չի լինելու, համերգը բաղկացած է լինելու 3 բաժնից։ Առաջի բաժինը վիզուալ է մեզ մոտ, այսինքն մարդիկ արդեն իսկ դահլիճի մուտքից ընկղմվելու են արվեստի մեջ ու Անի գործերն են ամբողջ տարածքով դահլիճի կամերային երաժշտության դահլիճի տարածքով ցուցադրված լինելու, այնուհետև կտեղափոխվենք բեմ եւ այնտեղ մեզ սպասում են մեր մենակատարների կատարումները, շատ հետաքրքիր ծրագիր է իդեպ ընտրված, այս անգամ մենք ապավինել ենք նրանց ճաշակին եւ բավականին հաջող է ստացվել։ Այնուհետև երրորդ բաժինը արդեն կտրամադրենք Հովերին նույնպես հրաշալի ծրագրով, այսպիսով մենք կունենանք 3 կոնցեպտ մեկ համերգի մեջ արդեն իսկ։ Անի, ինչ է նշանակում Անի Հովակի երաժշտական մոտիվներով արված կոլաժների ցուցադրություն։ Ես ծանոթ եմ քո կոլաժներին, բայց այստեղ երաժշտական մոտիվները ինչ որ նորություն են։ Այս անգամ կոլաժ չի լինելու, այս անգամ լինելու են գրաֆիկ աշխատանքներ ավելի շատ ու ամեն ինչ սկսվեց երկար տարիների երգչախմբում լինելու եւ նոտաների վրա փոքր նշումներից հետո դարձավ դանք պատկերներ եւ այլն եւ դարձավ ցուցահանդես հանկարծ եւ նաեւ կցուցադրվի մեծ չափի գրաֆիկ աշխատանքների շարք զուգակցված նոտաների վրա աշխատած հոգևոր շարքի Կոմիտասի, աշխարհիկ շարքի եւ նաեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա, որտեղից ոգեշնչված եկել են պատկերները, այս տեսակ մի բան։ Իմ աշխարհից են բոլորը դրանք գիտերն են, աղջիկներն են, փշածաղիկներն են, եթե ծանոթ են իմ աշխարհին, ուրեմն այդ աշխարհը գնացել է եւ միացել է այդ երաժշտությանը։ Միշտ համակցված են եղել եւ միշտ երգելուց պատկերները գնում են գալիս են միստիկ մի բան է։ Իրականում սա երկար տարիների նախագիծ է Անի համար, բայց գտանք, որ ամենալավ առիթը եւ միջավայրը, որտեղ կարող է ցուցադրվել Անի գործերը եւ իհարկե գեղեցկացնել մեր համերգը, դա կամերային երաժշտության տունն է եւ Հովերը, որը երկրորդ ընտանիք է բոլորիս համար։ Ինչ-որ բան էի ուզում ասել, իդեպ ուզում եմ ասել, որ Հովերը միշտ սերտ կապված է եղել Անի հետ, որովհետև ինքը որպես, ինչպես ասեցի, Հովերի ընտանիքի անդամ, միշտ մասնակցություն է ունեցել թեկուզ հագուստների դիզայնի հարցում եւ այսօր Հովերը լինելու է այն հանդերձանքով, որը նախագծել է Անին եւ բոլոր նկարազարդումները աղջիկների լինելու են Անի նկարազարդումները։ Սիրով։ Այո, Հովերը իսկապես այդ առումով ընտանիք է եւ այն աշխատանքով, որ անում եք որպես երգչախումբ եւ այն պատկերներով, որ ներկայանում եք եւ հանդերձանքներով, որ ներկայանում եւ այդ ծրագրի մասին էի ուզում խոսել, ինչպես է ընտրվել այսօրվա ծրագիրը, ինչ է լինելու։ Գիտեք, բոլոր անդամները երգչախմբի յուրաքանչյուրը անհատականություն է եւ երգչախմբում ոչ միայն
երաժիշտներ են, այլ նաև ունենք վիզուալ արտիստ եւ այլ մասնագիտությունների, այո, դերասան, լուսանկարիչ, ադմինիստրատիվ մասի աշխատակիցներ ունենք շատ ու բոլորը առավոտյան իրենց բոլոր աշխատանքներից գալիս են բավական հաջողված են։ Այո, բավականին։ Եվ դա շատ արտահայտվում է երաժշտության ձևավորման մեջ եւս։ Եվ մենք ունենք հրաշալի մենակատարներ, ովքեր փայլում են աշխարհի տարբեր բեմերում, եւ մենք ամեն տարի առիթը բաց չենք թողնում նրանց շնորհիվ լցնելու եւս մեկ գեղեցիկ համերգ ու բեմը տրամադրելու նրանց, ու այս անգամ ծրագիրը ընտրվել է համատեղ հաշվի առնելով եւ իրենց երաժշտական ճաշակները եւ իհարկե հանդիսատեսի երաժշտական ճաշակը եւս, որովհետեւ բացի մեներքերից ունենք նաեւ զուգերքեր ու տարբեր ժամանակաշրջանի ստեղծագործություններ են ընդգրկված հայ, արևմտաեվրոպական կոմպոզիտորների, այնուհետև նաև Հովեր երգչախումբը ունի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներ այսօր, որոնք Հայաստանում արդեն իսկ երկրորդ անգամ կհնչեն, բայց պրեմիերան պատկանում է Հովերին։ Այսինքն այսօր այսպես բավականին հետաքրքիր աուդիովիզուալ, տեսալսողական փորձառություն է սպասվում բոլորին։ Շատ ու վիզուալը սովորական վիզուալ չի լինելու, որովհետև պարզապես ստեղծագործությունները անի դրված չեն լինելու դահլիճում, մենք բոլոր երաժշտական հարթակներն ենք օգտագործել, ընդհուպ դեռ չենք նախաձեռնել, բայց մտահղացումը կա, ճախրելու են մեր որոշ գործեր, անի գործեր, որոնք պերգամենտի վրա են արված, եւ դահլիճում արդեն կկարողանանք ամբողջ տարածք օգտագործել եւ օդային տարածքը, այսպես ասած, եւ ֆոյեն։ Եվ խոսենք նաև այն մասին, թե ովքեր ու ինչպես կարող են ներկա գտնվել այս ցուցահանդես համերգին։ Կամերային երաժշտության տան բաց են բոլորի համար, տոմսերի վաճառքը դրված է 3 հարթակներով, տոմսարկղում, մեր կամերային երաժշտության կենտրոնի պաշտոնական էջում եւ Event Hub-ի on-line հարթակներում։ Սա իհարկե նաև հրաշալի հնարավորություն է օգտվելով առիթից նաև խոսել Հովեր երգչախմբի մասին, առհասարակ ինչ նախագծեր ունեք առաջիկայում, արդեն տարվա կեսը կարծես թե անցել է, ինչ նախագծեր կան, ինչպես եք պատրաստում շարունակել տարին։ Այո, տարվա կեսը անցել է, բայց մենք բոլոր պլանները ամբողջ տարվա համար ենք գծում եւ առաջիկայում ունենք հունիսի 9-ին պատրաստվում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հնչելու են Բախի եւ Հենդելի մեծակտավ ստեղծագործությունները գրված նվագախմբի, կամերային կազմի եւ երգչախմբի համար ու նույնպես ամսի 9-ին, հուլիսի 9-ին կամերային երաժշտության տանը կկայանա այդ համերգը, այնուհետև ունենք մարզային համերգ Գյումրիում, որովհետև սպասված արձակուրդը։ Եվ վերջապես սպասված արձակուրդը։ Իսկ մինչև տարեվերջ արդյոք արտերկրում համերգներ, մեկնումներ կամ այլ համագործակցություններ։ Տարին շատ բովանդակալից սկսել ենք, երգչախումբը հանդես է եկել Լեհաստանում, Գերմանիայում շատ անվանի փառատոնի Քեմնիցին, որտեղ Քեմնիցը հանդիսանում էր այս տարի Գերմանիայի մշակույթի կենտրոն, եւ Հովերը այնտեղ մենահամերգով հանդես է եկել, շատ հրաշալի ելույթ է ունեցել։ Աշնանը ունենք, առաջիկայում ունենք տարբեր էքսպերիմենտալ պրոյեկտներ, Արթուր Ալեքի ստեղծագործությունների հիման վրա կառուցված, իդեպ Հովերը միշտ բաց է էքսպերիմենտների համար եւ դա ամեն անգամ մարտահրավեր է իր համար, հա։ Ժամանակին մենք համադրել ենք Բախը Բիթլզի հետ, մենք ներկայացումներ ենք հաճախ անում, ներգրավելով նաեւ Մալյան թատրոնի ռեժիսոր Նարինե Մալյանին, այո, եւ իր օգնությամբ հրաշալի ներկայացում ենք ստացել Վաչե Շարաֆյանի, այո, հրաշալի ներկայացում Վաչե Շարաֆյանի խմբերքերի հիման վրա գրված ու անսպառ է երևակայությունը Հովերի, մեր ղեկավարի համերգ ներկայացումը կրկնվելու միտում ունի, որովհետև դա բացառիկ պրեմիերա էր։ Այդ մասին շատ են հարցնում, մենք շատ կուզենանք իհարկե դա հանդիսատեսը տեսնում է գեղեցիկ մի ներկայացում, բայց դրա հետևում ահռելի մեծ աշխատանք է կանգնած իրականում։ Եթե այս գրաֆիկի մեջ հասցնենք, հրաշալի կլինի իհարկե կրկնել, բայց շնորհակալ եմ, որ ասացիք, հաշվի կառնենք ձեր կարծիքը։
Այո, մենք իհարկե արդեն քիչ-քիչ այսպես մոտենում ենք մեր եթերաժամի այս պահի համար սահմանված ավարտին եւ պետք է ձեզ հրաժեշտենք, բայց վերջի համար անի պետք է նաեւ խնդրենք պատմես, թե ինչպես ստացվեց, որ այսքան տարիներ երգչախմբում երգելու զուգահեռ որոշեցիր, որ պետք է նաեւ կոլաժներ անես։ Ես ինձ որ թողեին, ես կխաղայի թատրոնում, ես կպարեի, ես արվեստ, եթե ստորություններ նորից արվեստով, ես նորից արվեստով կզբաղվեի ու ինձ համար ամեն ինչ քիչ է եւ երկու ոլորտում դեռ կայուն հավասարաչափ շարունակում եմ գործել, բայց իհարկե կուզեի ուրիշ բաներով էլ զբաղվել, որտեղ արվեստը ինձ համար բոլոր ճյուղերով միասին մի ամբողջականություն է, այո, եւ երևակայությունս երևի անվերջ է ու կոլաժը երևի ինչու կոլաժ նաեւ, որտեղ ինքը ավելի ազատ է, քան գուցե գեղանկարչությունը, որտեղ հնարավորինս ազատ է նյութերի առումով, գույների, մատերիալների, ամեն ինչի, որ չգիտեմ, ես սիրով կստեղծագործեի ուրիշ տեղերում, նաև մի հատ փորձառություն ունեցա բեմի ձևավորման, մանկական ներկայացման, հեքիաթերենի զատիկի կորած կետիկների մանկական ներկայացման եւ շատ կուզեի նաև այդ տեղել ունենայի ճանապարհ եւ դա ինձ համար նոր բան էր եւ կուզեի դա էլ շարունակել։ Այս ամբողջ ընթացքում Դավիթ ես հիշում եի, որ Անին խոստացել էի տղայիս խաղալիքները, որոնք որ պետք է դեննետեի, տա իրան եւ սա ընթացքում մտածում էի, որ չեմ արել դարձյալ դրանք հավաքել եմ եւ դեմ նետել ովքեր որ ծանոթ չեն Անի Հովակի աշխատանքներին եւ երգչախմբի համերգներից դեռ ոչ մեկը չեն հասցրել վայելել, ապա այսօր այդ օրն է զուգադրելով հենց երկուսը միասին։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ ենք մեզ այդ առավոտը սկսելու համար։ Ձեզ էլ սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում ենք մնալ առաջինի եթերում։ Հիմա խոսքը փոխանցելու ենք լուրերի մեր գործընկերներին, այնուհետև կվերադառնանք ու կշարունակենք եթերը։